Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվի, քանի որ իշխանությունները շահագրգռված չեն, վստահ են ահաբեկչության զոհ դարձած քաղաքական գործիչների հարազատներն ու գործընկերները։ Այս իշխանությունները հոկտեմբերի 27-ից հետո տեղ գտած քաղաքական ճգնաժամի գործիչ բացահայտման ռեալ շարունակողներն են եւ ոչ մի տարբերություն։ Իրենք պիտակավորել են հոկտեմբերի 27 участковիով, թե չէ։ Իրենք участковի տարբերակի կողմնակից են, իրենց կերպով, էությամբ, ձևով։ Սպարապետի եղբայրը կասկած չունի, որ թե Վազգեն Սարգսյանը, թե Կարեն Դեմիրճյանն այլ Հայաստան կկերտեին։ Ռոբերտ Քոչարյանը ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու։ Սերժ Սարգսյանը իմ կարծիքով լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի եւ դիզվառելիքի բիզնեսով։ Օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով ու տիկնազորներով չէին ֆրֆռայես երկրում։ Ումերին չարել որդու Շիրիմի մոտ կրկին ինքն իրեն նույն հարցն է տալիս Սպարապետի մայրը։ Գրետա մայրիկին հանգիստ չի տալիս նաև միտքը, որ հոկտեմբերի 27-ին մեզ զրկեցին հզոր հայրենիք ունենալուց։ Ուզում էր տեսնել Հայաստանը բարգավաճ, ժողովրդին առողջ, ժողովրդին տնտեսապես ապահովված եւ ամեն ինչ շատ լավ կլիներ։ Ամեն բան շատ լավ կլիներ, չթողեցին որ լիներ։ Հոկտեմբերի 27-ին սպանվեցին ոչ թե Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ նրանց թիմակիցները, այլ Հայաստանի ժողովրդավարությունը, համոզված է հակպատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Նրանցից հետո Հայաստանը փոխվեց։ Նրանից հետո Հայաստանում հաստատվել է մենաշնորհ, թալան, ընտրակեղծարարություն եւ իշխանությունները զբաղվել են միայն սեփական վերարտադրմամբ։ Լևոն Զուրաբյանի համոզմամբ բացահայտումը կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում վերականգնվի ժողովրդավարությունը եւ հաստատվի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։